Առհասարակ ես զարմանում եմ, թե ինչի է Սթիվեն Քինգից հայերեն ընդամենը 3 գիրք թարգմանված, որից մեկը Միզերին է։ Միզերին աշխարհում շատ հայտնի պատմություն է։ Այն ժամանակվա Ամերիկայում, երբ որ 1990 թվականին նկարահանվեց Միզերի մասին ֆիլմը, մեծ ահռելի ճանաչում ձեռք բերեց, մասնավորապես Սթիվեն Քինգը։ Իսկ Սթիվեն Քինգի մասին երևի շատերդ գիտեք, նրա մասին շատ չեմ խոսի։ Միզերի մասին մի փոքր սյուժեն փորձեմ կրճատ ներկայացնել ձեզ։ Ուրեմն շատ հայտնի, անդրաճանաչ եւ սիրված Փոլ Շելդոնը ավտովթարի է ենթարկվում։ Ստանում է սարսափելի ծանր վնասվածքներ, իսկ նրան օգնում է կամ կարելի ասել փրկում է մահից իր ամենահավատարիմ ընթերցողներից մեկը Էննին։ Էննին նրան տանում է իր առանձնատուն, որտեղ որ նրանք երկուսով են։ Էննին խնամում է Փոլ Շելդոնին այնքան ժամանակ, մինչև որ նա վերջնականապես ուշքի է գալիս, ոչ թե լավանում կազդրվում է, այլ ընդամենը ուշքի է գալիս։ Այսպեսի մի բան կա, ուրեմն Էննին, երբ որ այդ ժամանակ կարդում էր Փոլ Շելդոնի գրած Միզերին, ստացվում է այնպես, որ Փոլ Շելդոնը գրողը Միզերի փորձում է ազատվել այդ Միզերից ու նրան գրքի մեջ կարծես այսպես ասած սպանում է, որի հետ համաձայն չի Էննին, իսկ Էննին պարզվում է սեյրական մարդասպան է, եւ Էննին Փոլ Շելդոնին առաջարկում է կամ հրամայում է ողջացնել Միզերին այն պայմանով, որ նրան վերջապես ազատ կթողնի։ Փոլ Շելդոնի համար դա շատ դժվար է, իսկ Էննիի համար ոչ անհնարին։ Թե ինչպես են ծավալվում հանգամանքները դեպքերի կծանոթանաք գրքում, շատ հետաքրքիր է։ Այս հոգեբանական ամենալավ սարսափն է, որ ես կարդացել եմ, չնայած ինքը տենց ինչ-որ սարսափ չի։ Շատ դժվար է գրողին ստիպել այրել իր ձեռագրերը, որը որ եւ կատարվում է գրքում, բայց վերջապես Փոլ Շելդոնը կատարում է Էննիի հրահանգը եւ գրում է նոր պատմություն Միզերի մասին, որտեղ որ Միզերին արդեն կենդանանում է։ Կատարվում է Էննիի ուզածը, բայց Փոլ Շելդոնի մեջ կա ուրիշ-խնդրություն իր այրած ձեռագրերի համար վրեժ լուծել Էննիից։ Թե էլ հետաքրքիրը ինչ է կատարվում վեպում, ես հիմա շատ չեմ ուզում սյուժեից խոսեմ, չասեք որ սա գիրքը պատմեց։ Շատ հետաքրքիր է, ես խորհուրդ եմ տալիս կարդալ այն մարդկանց, ովքեր որ շատ են սիրում սարսափ ու շատ են սիրում մանավանդ դաժան կադրեր, ովքեր որ շատ են սիրում հոգեբանական սարսափ։ Ինչպես է ստեղծվել Միզերին։ Փաստորեն այս մոտ 40 տարվա պատմությունը ընդամենը Սթիվեն Քինգի մի երազ էր։ Երբ որ Սթիվեն Քինգն է հայտնվում նույն Փոլ Շելդոնի կերպարում ու Սթիվեն Քինգի հավատարիմ երկրպագուն է իրան ինչ-որ խոշտանգումների ենթարկում։ Ու պարզվում է, որ այս Էննին սեյրական մարդասպան է, պարզվում է, որ Էննին շատ լուրջ հոգեկան շեղվածություն ունի, չնայած ես իրան չեմ հավարում հոգեկան հիվանդ, որովհետև հոգեկան հիվանդը այդքան իդեալական չէր կազմակերպի ամեն ինչ որ գրքում դուք տեսնելու եք։ Ուրեմն այսպես դուք արդեն նաև ծանոթանում եք, թե ինչպես են գործում սեյրական մարդասպանները, վեպում դուք ծանոթանում եք, թե ինչպես է գործում պրոֆեսիոնալ հանցագործը, մարդասպանը կամ խոշտանգողը։ Սթիվեն Քինգի համար այս վեպը շատ զվարճալի է, կարծես արևածաղկի սերմեր կեղևազատի, իր խոսքերով։ Էլի ես պետք է չհամաձայնեմ խմբագրիչի
որոշ տողերի հետ էլի ես պետք է չհամաձայնվեմ, թարգմանիչի թարգմանած բառերի հետ, բայց էլի ես պետքա համակերպվեմ այն մտքի հետ, որ գիրքը Անտարեսի հրատարակչությունից է։ Միզերի գրքի մասին այսքանը, ավելի հետաքրքիրը գրքում է, ես շատ չեմ ուզում խոսել իհարկե սրա մասին, ավելի հետաքրքիրը ես ձեզ վստահեցնում եմ, որ գրքում կա, շատ հետաքրքիր վեպ է, խորհուրդ եմ տալիս կարդաք, այսքանը, հաջողություն։